Ավելի քան կես դար կպահանջվի, որ Գեղարքունիքում տավուշում այրված անտառները լիարժեք վերականգնվեն, նկատում են բնապահպանները։ Թե ինչքան անտառ, խոտածածկ տարած, կարոտավայր է կրակկուլ տվել վերջին օրերին, դեռ հստակ չեն կարող ասել մասնագետները, բայց ցավալին այն է, որ տասնյակ, գուցե հարյուրավոր տեսակի էնդեմիկ բույսեր են վերացել։ Դիվերսիա է, անզգուշություն, գուցե միտումնավոր ինչ-որ բան թաքցնելու համար են կրակի բաժին դարձրել մեր տարածքները, չեն բացառում մասնագետները։ Աբսուրդ է բնապահպանության նախկին փոխնախարարի համար, որ մինչ օրս քրեական վարույթ չի նախաձեռնվել մեծամասշտաբ այս հրդեհների գործով։ Ընդհանուր կարող է, այսպես ասած, դիվերսիայի արդյունք կարող է լինել, չի բացառում։ Գուցե 2022-ի երրորդյա պատերազմի ժամանակ նաև Գեղարքունիքի ուղղությամբ մեր տարածքներ ներխուժած ադրբեջանցիներն են կրակի բաժին տվել մեր տարածքները։ Այս եւ մյուս վարկածները օդի մեջ են, քանի դեռ իրավապահները չեն զբաղվում այս գործով։ Քննչական կոմիտեից հայլուրին հայտնել են, որ հրդեհների վերաբերյալ հաղորդում չեն ստացել։ Չի բացառվում, որ մի ծխախոտից կամ մի անմեղ պատճառով հրդեհ առաջացած լինի։ Ժողովուրդը, այդ գյուղական բնակչությունը, իրենք մինչ օրս կարծում են, որ աշնանը եթե հրդեհում են արոտավայրերը կամ խոթարքները վերին գոտում այդ սարերի վրա, ապա մյուս տարի ավելի լավ, այսպես խոտածածկ են ունենալու, դա նշանակում ավելի լավ միս, կաթ եւ այլ եւ այլ, բայց բնապահպանը հիշեցնում է, հրդեհման հետևանքով այդ տարածքները դեգրադացվում են, գրեթե անպիտան են դառնում։ Այսեր Ղազարյանի պնդմամբ իշխանությունը պետք է իրազեկման ակցիաներ աներ ավելի վաղ։ Մյուս պատճառը կարող է լինել սուբյեկտիվ դիտավորյալ այրումը, այսինքն ինչ-որ բաներ թաքցնելու նպատակը։ Օրինակ անտառում դա արվում էր ժամանակին, որ հատատեղերի ապօրինի դրված կամ կտրված ծառերի հետքերը ոչնչացնել կամ անտառ տնկում են արել թղթի վրա, իրականում այնտեղ անտառ չի տնկվել եւ այրում են, որ ոչ մի բան չի երևա ապագայում։ Բնապահպանության նախկին փոխնախարարը հիշեցնում է 2016-17 թվականների հրդեհները Խոսրովի արգելոցում։ Այդ ժամանակ ռուսական, չեխական օդանավերով էին պայքարում հրդեհի դեմ։ Այսեր Ղազարյանի պնդմամբ այս անգամ էլ օրերով հիմնականում ցամաքային տեխնիկայով հրդեհի դեմ պայքարելու փոխարեն պետք է օգնություն խնդրեին դաշնակից պետություններից։ Այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի քիչ կորուստներ ունենալ։ Մեր հարևան պետությունները պատրաստվում են մասնավորապես կլիմայի փոփոխության կոնտեքստում, որ ապագայում ավելի ու ավելի այսպես միտիգացիոն եւ ադապտացիոն միջոցառումները ինտեգրեն իրենց կառավարման մեջ, ավելի ադապտիվ կառավարման գործիքակազմ ստեղծեն, բարելավեն, որպեսզի կարողանան այդ մարտահրավերների դեմ պայքարել։ Մեր իշխանությունը փորձում է նոր անտառներ հիմնել եղածը չպաշտպանելով, ասում է բնապահպանության նախկին փոխնախարարը։ Ուր են Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառերը, որ պետք է 5 տարի առաջ տնկված լինեին։ Եղածը թողել ենք, այդ բարձրարժեք հաճարկուտներ, կաղնուտներ, ամեն ինչը մեր, այն ինչ որ կա, ու սահմանափակ քանակությամբ։ Նշեմ, որ վերջին ուսումնասիրություններով, որը հետքի հետ եմ կատարել, վերջին 5-6 տարվա ընթացքում այն ինչ որ տնկվել է եւ պետբյուջեով եւ միջազգային ծրագրերով ուղղակի խայտարակություն է։ Նոր ավելի մոլեգին հրդեհներ կարող են պատուհասել մեր երկրին, չի բացառում բնապահպանը։ Կլիմայի աղետալի հետևանքների դեմ չպայքարելու դեպքում կարող են կորցնել Հայաստանի կանաչ հարստությունը։ Գաներ Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։